Պարոն Մկրտչյան, բավականին երկար եւ փորձեցիք արդյունավետ բացատրել, որ այս ամեն ինչը շատ լավ է, տեղին է եւ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետություն ենք ավելացնում, բայց դուք որպես շահագրգիռ գերատեսչություն այս վերջում 30 միլիոն կուբա ջուր վերցվեց։ Փաստաթղթերը պահվեցին, հիմնավորումները, մերժումներով անդերս, դուք որպես շահագրգիռ կողմ, բնապահպանության եւ նախարարություն ունեք նայել եք այդ 30 միլիոն կուբամետր ջուրը ինչի արդյունքում լրացուցիչ վերցրեց։ Հետ ասում եք դա ցանկատարածությունների խմելու կենցաղային ջրի համար չափորոշիչներ կան։ Արդյոք այդ 32000 հեկտար ջրելու համար այդքան միլիոն խորանարդ մետրը բավարար չէր։ Այսինքն դուք ձեր որպես շահագրգիռ կողմ ինչ եզրահանգման եք եկել, քանի որ հանձնաժողովի եզրակացությունը պահվեց, բառից բուն իմաստով, թաքցվեց մեր բոլորից եւ վերջում բերվեց, թե իբրև խիստ անհրաժեշտ է չորային պայմաններից ելնելով։ Դուք ինչ հետևության եք եկել եւ արդյոք այդ 30 միլիոն կուբամետր ջուր վերցնելը միայն չորային պայմաններից ելնելով է, թե ոչ արդյունավետ կառավարման, ճիշտ արդյունավետ կառավարման արդյունքում է այդ ամեն ինչ իրականացվել։ Շնորհակալություն հարցի համար, խոսքը վերաբերում է Սևանից լրացուցիչ ջրառի մասին, եթե ճիշտ հասկացա, շրջակա միջավայրի նախարարությունը օրենքի նախագծի վերաբերյալ տվել է իր պաշտոնական կարծիքը, դրանից դուրս ես ոչինչ չեմ կարող ասել եւ չեմ պատրաստվում շրջակա միջավայրի նախարարության անունից գնահատական տալ, բնականաբար ջրային ենթակառուցվածքների կառավարման լիազոր մարմինը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, վստահաբար ասեմ ձեզ, որ Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլ, դրա օգտագործման նկատմամբ կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում եւ մեր գործընկերները ձեր հարցին կարող են տալ հստակ պատասխան, թե որքան է օգտագործվել, որքանը ոռոգման համար այսօրվա դրությամբ օգտագործվել, որքան մնացորդ մնաց, այդ հարցերը ուղղեք նախարարությանը կստանաք պատասխանը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Մկրտչյան, եկել եք պատասխանի իր ձևով, ոնց որ նախկինում բերեց հիմնավորումը։ Դուք ուղիղ անմիջական ուղիղ գծով պատասխանատու եք։ Ես կուզենամ դուք հնչեցնեք, դուք նկատում նահարարությունը իբրև ձեզ որպես ներկայացուցիչ, ինչ եզրակացություն է տվել եւ արդյոք Սևանից բացթողված ջուրը դուք ունեք հիմնավորումներ, որ մենակ օգտագործվել է գյուղատնտեսական նպատակները, որտեղ բնակչության մեջ խոսակցություններ կան, ես բազմիցս խնդրել եմ, ասել եմ ըստ կոնտուրային մարզերի տվեք ինձ ռոռոկվող ջրարիրականացվող տարածքները, ոչ մի անգամ ասում եք թվեր չկա, կներկայացնենք ու չի ներկայացվել։ Ինձ մոտ կա կասկած, որ այդ 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուրը ջրարի համար չի բացթողվել։ Դուք որպես շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար ինչ եզրակացություն եք տվել եւ ինչի իման վրա եք դրական եզրակացություն տվել, որ հիմա ասում եք տկենը պետք է պատասխանի։ Դրա ուղիղ պատասխանատուն դուք եք բնության պահպանության, ոչ թե տկենը։ Խնդրում եմ ասեք, ինչ պատասխան եք տվել նախագծին եզրակացություն տրամադրելուց եւ ինչ փաստաթղթերի հիմքով այդ ամեն ինչը իրականացվել։ Եվ արդյոք այդ ջուրը դուք վստահ եք, որ օգտագործվում է մենակ ջրարիրականացնելու նպատակով, այլ ոչ հիդրոէլեկտրոկայաններ եւ այլն։ Շնորհակալ եմ։ Ուրեմն շնորհակալություն պարոն Ղազարյան, շրջակա միջավայրի նախարարությունը օրենքի վերաբերյալ տվել է իր կարծիքը։ Ջրի օգտագործման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտան ձեզ մեր գործընկերները։ Այո, ես վստահ եմ, որ ջուրը օգտագործվում է եւ ըստ նպատակային նշանակության, ինչպես որ ազգային ժողովը հաստատել է։ Շնորհակալություն։